Ողջույն հարգելիներ, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեր չորեքշաբթի օրվա սերտողությանը։ Ինչպես գիտեք, չորեքշաբթի օրերը հատկացնում ենք մենք հին կտակարանից ուսումնասիրություններ կատարելու։ Այս չորեքշաբթի օր մենք շարունակելու ենք մեր սերտողությունը առակների գրքից 11-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 1-ից 4 համարները։ Ինչպես միշտ խնդրենք եւ քաջալերենք բոլորին, որ այս պատգամը ստանալու պես դուք էլ ձեր ավետարանության պարտականությունը կատարեք, փոխանցեք ձեր մտերիմներին։ Եկեք հիմա մի բան մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք եւս այս անգամ, որ մեզ հնարավորություն ես տվել խոսքերդ ուսումնասիրենք, խորապես սովորենք եւ միմիայն լսող չլինենք կամ սովորող չլինենք, այլ կատարողներ, այլ բան է ստանալը եւ այլ բան է կատարելը։ Պետք է որ մենք անհրաժեշտ է մեր համար իհարկե Տեր, որ ոչ միայն լսող լինենք, այլ լսենք ու կատարենք քո կամքը եւ քո խոսքերը։ Աղոթում եմ Տեր մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց օրհնես առատորեն, զորացնես նրանց Տեր եւ աշակերտես մեզ բոլորիս քո խոսքերով։ Աղոթում ենք Հիսուսի անունով։ Ամեն։ Արգելիներս ուրեմն այս չորեքշաբթի օրվա սերտողությունը վերնագրել ենք Խարդախ հավատացյալը ամոթանք է բերում Տիրոջը։ Գիտեք, քրիստոնյան հարկավոր է ազնիվ ու ուղղամիտ լինի, որովհետև ներկայացնում է Հիսուսին, երկնքի արքայությանը։ Ամեն մի հեթանոսի, այսինքն անհավատին, լեզու չի կարելի տալ։ Ու դրա համար, եթե մենք համարվում ենք որդիներ Աստծո, ուրեմն անհրաժեշտ է, որ մենք ազնիվ ու արդար լինենք եւ ինչպես Հիսուսն է ասում, աղնուլույսը լինենք։ Եկեք կարդանք, ուրեմն սկսում ենք առաջի համարից։ Գրած է Խարդախ կշեռքը զզվելի է Տիրոջ համար, իսկ ուղիղ կշռաքարը նրան հաճելի է։ Այս կետը մեզ Սողոմոն թագավորը սովորեցնում է մարդկանց շփման հետ կապված եւ մեր առօրյա գործի ու առևտրային նաեւ հարաբերությունների հետ կապված։ Հարկավոր է ազնիվ լինել եւ ազնիվ լինել մարդկանց շփման հետ կապված։ Մարդկանց ինչ կերպ որ վարվում ես, Տերը դա պարզապես տեսնում է եւ Տիրոջ համար հաճելի չի, երբ մենք իր անունն ունենք մեր վրա դաջած, բայց մենք մարդկանց հետ վատ ենք վերաբերվում, անարդար ենք ամենակարևորը վերաբերվում։ Պետք է որ մենք քրիստոնյաներս, հավատացյալներս քայլենք ինչպես Տերը մեզ կամենում է եւ ազնիվ լինենք մեր բոլոր կյանքի ասպարեզներում։ Ու իհարկե մեզ բոլորիս համար Տերը եթե ինչ-որ բան ենք անում, որ հաճելի չի, մեզ կդատապարտի դրա համար Սուրբ Հոգով եւ կփորձի մեզ հուշի, որ չպետք է անել, եթե խորանանք ու չլսենք, պարզապես հետևանքներ կա մեր վատ վարքերի համար։ Եկեք անցնենք երկրորդ համարին։ Գրած է, երբ ամբարտավանությունը գա, անարգանքը եւս կգա, բայց իմաստունը խոնարհների հետ է։ Գիտեք, հպարտությունը միշտ կործանման է տանում։ Եվ Տերը խոնարհին է բարձրացնում։ Իմաստունը երբեք չի հպարտանում, որտեղ իմաստունը ունի Տիրոջ երկյուղը եւ Տիրոջ երկյուղն էլ մեզ բացատրում է եւ սովորեցնում է այն, որ մենք մահկանացուներս ազնիվ չենք, մաքուր չենք եւ ոչ մի արժանիք չունենք, որ դրանով մենք փրկություն ստանանք կամ հավասար լինենք Աստծուն։ Պարզապես Տերը մեզ սովորեցնում է, որ իմաստունը երբեք չի հպարտանում եւ նա իր բոլոր դասերը քաղել է եւ լավ գիտի, որ Տերը զզվում է հպարտներից։ Զզվում է, որովհետեւ հպարտը իր անձը բարձրացնում է ուրիշներից երբեմն վեր եւ նույնիսկ Աստծուց վեր։ Ու դրա համար
Սողոմոն թագավորը այս առակների մեջ իմաստությունը փոխանցում է մեզ, իհարկե Սուրբ Հոգով է սա ներշնչված եւ գրված, իհարկե, բայց մեզ սովորեցնում է, որ մեր համար հարկավոր է մենք էլ նույնպես խնդրենք եւ փնտրենք Աստծուց, որ Աստված մեզ իմաստություն տա եւ լինենք Աստծո խոսքի մեջ, սովորենք, աճենք մենք Աստծո հետ այսինքն Աստծո հարաբերության մեջ լինելով։ Մյուս կետը երրորդ համարը գրած է ուղղամիտների պարկեշտությունը կառաջնորդի նրանց, իսկ անհավատների նենգությունը կոչնչացնի նրանց։ Ինչ է ուզում դա ասել, Աստծո կանոններով եւ կամքով շարժվողը, այսինքն Սուրբ Հոգով, միշտ կառաջնորդվի ճշմարտությամբ, բայց նա ով մեղավոր անձով է առաջնորդվում, տանում է մեղքը դեպի մահ։ Եվ մեր համար էլ հարկավոր է, եթե դեռ չես ընդունել Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, վերստին ծնունդ չես ունեցել, ապաշխարություն չես կատարել, արա այն, վերստին ծնունդ ունեցի, ապաշխարի, փրկվի, Տիրոջն ընդունի, որ դեպի մահ չգնաս, այլ դեպի կյանք։ Եվ կյանք գնալը այս ընթացքն է մեր կյանքի, որ կապրենք, որ կյանքը լինելու է մեր վերջնակետը, որը լինելու է Տեր Հիսուս Քրիստոսի հետ դրախտում։ Եվ եթե ուսումնասիրում եք եւ հետևում եք մեզ մեր շաբաթօրյա սերտողություններին, գիտեք, որ ուսումնասիրում ենք նամակ հռոմեացիներին եւ այդ ամբողջ նամակը հիմնված է շնորհով, ոչ թե գործերով փրկության կարևորագույն վարդապետության վրա։ Մենք էլ նույնպես պետք է հասկանանք, որ մեր արժանինքներով մենք փրկված չենք, այլ Հիսուս Քրիստոսի սուրբ այրունով ենք մենք փրկված։ Եվ նա ով ընդունում է Աստծուն, առաջնորդվում է Սուրբ Հոգով, որովհետև ստանում է Սուրբ Հոգին եւ Աստված բնակվում է նրա մեջ։ Նա վերջի կետը 4-րդ համարը գրած է ցասման օրը հարստությունից օգուտ չկա, բայց արդարությունը կազատի մահից։ Իհարկե սա այն կետի մասին է խոսում, որի մասին նոր խոսեցի ես։ Ուրեմն երկնքի արքայությունը մեզ մի արժույթ, այսինքն երկնքի արքայության մեջ մի արժույթ կա, ընդհանրապես, դա էլ հավատն է։ Հետևաբար ոչ մի բան նյութական չի կարող մեզ փրկության բերել, եւ ինչքան էլ դրամ ունենաս, ինչքան էլ հարստություն ունենաս, հարստությունով չես կարող գնել քո փրկությունը։ Դրանով չենք կարող անել դա եւ միմիայն փրկությունը Հիսուս Քրիստոսով է։ Ուրեմն մեզ այս համարները ինչ են սովորեցնում։ Առաջի համարից, չէ՞, 4-րդ համարը։ Առաջինը վերաբերմունքը մարդկանց հետ պետք է լինի ազնիվ եւ արդար, քանի որ մենք ներկայացնում ենք Տիրոջը, մենք ոչ մի պատճառաբանություն չունենք, որ այլ ձև վերաբերվենք մարդկանց հետ, եւ մենք իհարկե չենք կարող նմանվել աշխարհին եւ ունենալ աշխարհի մոտեցումը մարդկանց հարաբերությունների եւ վերաբերմունքի հետ կապված։ Մյուս կետը, որ քանի որ մեր ուղղությունը Հիսուս Քրիստոսն է, հարկավոր է, որ մեր միտքը դնենք մենք Տիրոջ վրա, ուղղամիտ լինենք եւ պարկեշտության վրա հիմնված ու առաջնորդված։ Իսկ մյուս կետը, վերջի կետը, դրամը եւ հարստությունը մեզ չի փրկելու, այլ Հիսուս Քրիստոսն է, որ մեզ փրկելու է։ Հույսով եմ, որ այս 1-ից 4 համարները ձեր համար օրինակ էին, Աստված ձեզ օրհնի։ Ամեն։